լսեցինք կարծիքը սպորտի նախարարի եւ հիմա հաղորդավարը հրավիրում է երկրորդ մենամարտի մասնակիցներին։ Մենք ներկայացրել ենք արդեն Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Շարաշկին եւ Հայաստանի ներկայացուցիչ Կարլեն Մինասյան, աշխարհի չեմպիոն, կովկասի չեմպիոն, ԱՊՀ չեմպիոն։ Այո, շատ հետաքրքիր դիտարկման մենամարտ է մեր սպասում, որովհետեւ երկու մարտիկներն էլ բավականին լավ պատրաստված են եւ թվում է դիտելով կպետվենք, որ շատ դիտարկման մարդ է։ Մարտիկները հանդես են գալիս 71 կիլոգրամ քաշային կարգում։ Տատամի վրա, հայկական դրոշը, իրոք շատ հետաքրքիր մենամարտի ենք ականատես լինելու, մասնակիցները կանցես արժանի են միմյան, Ռուսաստանի չեմպիոն լինելը դիմեսիլեն նվագում է միջազգային մենամարտերի հարցով, իսկ մեր մարտիկը բավականին լուրջ հաջողությունների է հասել նաև եւ աշխարհում եւ ԱՊՀ-ում եւ Հայաստանում։ Ռուսաստանի ներկայացուցիչը նույնպես շատ միջազգային մրցաշարերի է մասնակցել եւ տարբեր քաշային կարգերի հաղթող է եղել։ Նշենք, որ նաեւ Հյուսիսային Ամերիկայի տարբեր քաշային կարգերի հաղթող է եղել։ Իսկ հսկաների մենամարտում թեթև քաշային կարգում ճանաչվել է լավագույնը։ Եվ այսպես մենամարտը սկսված է, հետևենք նրա ընթացքին։ Հետախուզական մարտով են սկսել մենամարտը։ Եվ գեղեցիկ ոտքերի տեղաշարժեր է ցույց տալիս Կարլեն Մինասյան։ Ուրամավաշիկերի Ջոդան կատարեց, բայց անհաջող էր։ Կարողացավ հավասարակշռությունը պահպանել եւ երրորդ կետով հպվեց տատամիին, որ հիմա հակառակորդ մարզիկը մեկ միավոր ստացավ։ Հետախուզական մարտով են սկսել մենամարտը։ Եվ գեղեցիկ ոտքերի տեղաշարժեր է ցույց տալիս Կարլեն Մինասյան։ Ուրամավաշիկերի Ջոդան կատարեց, բայց անհաջող էր։ Կարողացավ հավասարակշռությունը պահպանել եւ երրորդ կետով հպվեց տատամիին, որ հիմա հակառակորդ մարզիկը մեկ միավոր ստացավ։ Օյսկի հարված Կարլեն Մինասյանի կատարմամբ, բայց խնդրում եք, Շարաշկին է, հարմար բար։ Այսպես կարելի է մենամարտը ավարտել ժամանակի շուտ։ Այո, հիմա հարված և գրանցվեց առաջին նոկդաունը այս մենամարտի։ Հաշիվ է բացել Էդմոն Մուրադյանը։ Նշեմ, որ նոկդաունի համար մարտիկը ստանում է 3 միավոր։ Կարողանա վերականգնել ուժերը Ռուսաստանի ներկայացուցիչը։ Հիմա շատ կարևոր է, որ հայ կարատեիստը զարգացնի հաջողությունը։ Այո, այդպես էլ անում է, բայց չի թողնում պահը։ Եվ պտույտով հարված գոլը փրկում է։ Ռուսաստանցի Արտյոմ Շարաշկին։ Այո, մեր էկրաններին հենց Ռուսաստանում ներկայացնող Արտյոմ Շարաշկինն է։ Ծնվել է 1986 թվականին։ Նշեցի նրա հաջողությունները, ասել, որ տարբեր քաշային կարգում
հաղթող է եղել։ Մենամարտերի ընդհանուր քանակը 32-ն է, հաղթանակ 28-64։ Նոկաուտով ավարտվել է 5 մենամարտ։ Այդ մարտիկը ֆուտբոլտակ կարատեի մեր ռազմակի չեմպիոններից է եղել տարբեր մրցաշարերի եւ 2006 թվականի դուքենդո ֆուտբոլտակ կարատեի հաղթող է եղել նաեւ Ռուսաստանում։ Կրկնապատկերն են ցույց տալիս մեզ։ Այո, տեսնում եք ինչպեսի վտանգավոր եւ ոտքի եւ ձեռքի հանածներ են տոնում ռուսաստանցին։ Հիմա մենք տեսնենք պահակ։ Այո, դիմար հարվածը ուժեղ էր եւ նպատակային էր։ Կնոտի հարվածը դիպավ։ Փորձեց Սատկով հարված կատարել Տոբլի Մավաշի Գերիձյոդան, բայց ինչպես տեսանք անհաջող էր եւ հայտնվեց տատամիի վրա, որի համար եւ մեկ միավոր ստացավ ռուսաստանցի մարմինը։ Փնտրում է պահը Կարմեն Մինասյանը, որպեսզի դիմա Յակոբսկի հարվածն ընտրում հեռու տարածություններից է փորձում սանձել։ Փորձում է կատարել նույն հարվածը, որով եւ հաջողության հասավ։ Այո, միջին ու հեռու տարածություններից հասնում են նպատակի նրա հարվածները։ Տեսնում եք։ Նորից դիմար հարվածը անցավ Կարմենի։ Փորձում է այնքան ժամանակ կատարել նույն հարվածը, մինչև չստացվի արդեն։ Ամեն դեպքում նկատվում է, որ Կարմենը տեխնիկապես հիանալի է պատրաստված, զգում է տարածությունը շարժումների մեջ։ Դեմքին հարվածները շատ են տունում ռուսաստանցին։ Փորձում է ոտքի հարվածներով, դոտկատեղից ներքև ոտքի հարվածներով Կարմենի զգոնությունը փորձել։ Տեսնում եք, աչալուրջ է։ Այո, Կարմենը տեսնում է, բաց չի թողնում ոչ մի բան Կարմենը։ Այստեղից էլ երևում է նրա փորձառությունը։ Այո, հենց որ տեսնում է դեմքը բացել է մրցակիցը, անմիջապես մարմնի շարժումով հնարքներ է գործում ու միանգամից հասնում է նպատակին հարվածները։ Տեսնում եք, չի մատնվում դիմադրողներից, բոլորովին կուճակու չի մատնվում։ Նորից երկրորդ անգամ շշմեցուցիչ է շատ մշակված ցուցադրում է Յակոբսկի այդ իր հարվածը հակառակ ձեռքով դիմար հարվածը Կարմեն Մինասյանը։ Տեսնում եք, այդքան հարված է ընդունում Արտեմ Շարաշկինը, միևնույն է, նետվում է առաջ, գրոհում է անընդհատ ու փորձում է հետ բերել կորցրածը։ Երկրորդ ռաունդը ավարտվեց եւ Կարմեն Մինասյանը ներկայացրեց, ծնվել է Գյումրիում 1985 թվականի սեպտեմբերի 3-ին, ավարտել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի նյութերի գեղարվեստական մշակման տեխնոլոգիա բաժինը։ Կարատե մարզաձևով սկսել է մարզվել 1992 թվականից, որի սերկոտի երկրորդ վարպետական աշխարհ, այո։ Մասնակցել է բազմաթիվ